Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գարեգին երկրորդի եղբոր Գևորգ Ներսիսյանի կալանքի ժամկետը երկարացրել է ևս 2 ամսով։ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին Համբարձում Ներսիսյանը մեղադրվում են խուլիգանության եւ էջմիածնում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսիում արված հայտարարություններին ասել է. «Երկրորդ նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանը խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից, լրիվ փրկյազ մեզի չար է։ Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին սույն անձ ուղղակի ստել է, բայց դե ի դեպքում դա թերևս նորմալ է»։ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի իր ասուլիսում անդրադարձել էր նախարար Արարատ Միրզոյանին եւ նշել. «Արտաքին գործերի նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր, մեղադրելը թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է», նշել էր Քոչարյանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը եւ նշել. «Հարգելի գործընկերներ, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը», ասել է Պապիկյանը։ Աբու Դաբիում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից առաջ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների Դոնբասի եւ Զապորոժիեի ատոմակայանի հարցում։ Ուկրաինան պատրաստ չէ զիջումների, որոնք կխախտեն իր տարածքային ամբողջականությունը։ Մենք Դոնբասը եւ Զապորոժիեի ատոմակայանը չենք հանձնի ռուսներին առանց պայքարի։ Ամենաքիչ խնդրահարույց տարբերակը մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք բանաձևն է։ Նման բարդ հարցերը լուծվում են ղեկավարության մակարդակով, հայտարարել է Զելենսկին։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող ամերիկյան ռազմածովային խումբը ընդլայնվել է, հասնելով 11 մարտանավի, ինչպես հաղորդել է New York Post թերթը, ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմածովային խումբը կազմված է 10 նավից։ Նավերը գտնվում են Իրանի հարավ-արևելյան ափից մոտավորապես 750 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանի պաշտպանական ներուժը չի հանդիսանա որևէ բանակցությունների առարկա։ Թեհրանը մտադիր է շարունակել իր պաշտպանական ենթակառուցվածքի զարգացումը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանական ժողովրդի անվտանգությունը մեր կարմիր գիծն է։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում պահպանել եւ զարգացնել մեր պաշտպանական ենթակառուցվածքը, ընդգծել է նախարարը։ Ոչ մի պետություն չի սակարկում այլ երկրների հետ իր պաշտպանության միջոցները եւ Իրանը բացառություն չէ, հավելել է Իրանի ԱԳ նախարարը։ Ուրբաթ երեկոյան մեկնարկել է էներգետիկ օբյեկտների վրա առանց հարվածների շաբաթը, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանը գրեթե չի հարվածել էներգետիկ օբյեկտներին, սակայն մեկ հարված եղել է Դոնեցկի մարզում, մեկն էլ Դնեպրի մարզում։ Մեր բոլոր մարզերում ուրբաթ գիշերվանից էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն եղել։ Գրեթե ոչ մի, բացառությամբ Դոնեցկի մարզի, որտեղ գազի ենթակառուցվածքներին մեկ հարված է եղել, օդային ռմբակոծություն։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ուշադրությունը կենտրոնացնում լոգիստիկային, հանգուցային կայաններին հարվածելու վրա, ասել է նախագահը։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը կլինի հայելային սկզբունքով։ Այսօր Ուկրաինան ձեռնպահ է մնացել Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ Կիևը կարծում է, որ նոյեմբերից Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո խաղաղ կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան ամբողջ հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտքոֆը։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները ԱՄՆ կառավարությունը գնահատել է որպես դրական եւ կառուցողական, նշելով, որ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները անմիջականորեն շփվել են։ Ուկրաինացիները ըստ էության ասել են, որ Ժնևից հետո մենք ավելի շատ առաջընթաց են գրանցել, քան հակամարտության անցած 4 տարիների ընթացքում, ասել է Ուիտքոֆը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել Կուբայի հետ նավթի առևտուր անող երկրների համար, մտադիր է խեղդել կղզու տնտեսությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանել Բերմուդեսը։
ճշմարտությանը չհամապատասխանող եւ հիմար նախադրյալի տակ, որը տարածում են նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ եւ հարստանում մեր ժողովրդի սպառնալիքների հաշվին, նախագահ Թրամփը մտադիր է խեղդել կուբայական տնտեսությունը, սահմանելով տուրքեր այն երկրների վրա, որոնք ինքնիշխանորեն առնում եւ վաճառում են Կուբայի նավթը, հայտնել է նախագահը։ Վերջինս ԱՄՆ-ի նոր միջոցառումները անվանել է հանցագործ եւ ֆաշիստական։ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները եւ երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել, հայտնել է նախարարը։ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա հաջորդ եռակողմ հանդիպման ժամանակը եւ վայրը կարող են փոխվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ես չգիտեմ, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, այն նախատեսված էր կիրակի, փետրվարի 1-ին։ Մենք համաձայնացրել էինք, որ հանդիպումը կանցկացվի Աբու Դաբիում, սակայն ժամանակը կամ վայրը կարող են փոխվել, քանի որ մեր կարծիքով ինչ-որ բան է տեղի ունենում Ամերիկայի եւ Իրանի հարցում, եւ այդ իրադարձությունները հավանաբար կարող են ազդել հանդիպման ժամանակի վրա, նշել է նախագահը։ Եվրոպական միությունը դարձել է թուլության խորհրդանիշ սեփական սխալների պատճառով։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ի վերլուծաբան Հել Բրենտսը։ Այս մրցանակը ներկայացնում էր աշխարհի եւ ինտեգրացիայի ամենաբարձր գաղափարները սառը պատերազմի ավարտից հետո, սակայն ավելի խիստ ժամանակաշրջանում այն դարձել է թուլության խորհրդանիշ, ասել է վերլուծաբանը։ Նրա կարծիքով ԵՄ-ն կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից ներմուծվող էներգետիկ ռեսուրսներից, Չինաստանի տնտեսական զարգացումից եւ ԱՄՆ անվտանգության ոլորտում ձեռնարկած ջանքերից։ Նա հավելել է, եթե Եվրոպան չկարողանա գտնել իր հենարանը, ապա կդառնա այս երեք երկրների խաղալիքը։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են անել այն ամենը, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի Իրանի վերաբերյալ։ Մենք պատրաստ կլինենք անել այն ամենը, ինչ նախագահը ակնկալում է պաշտպանության նախարարությունից, ասել է Հեքսեթը։ Թուրքիայի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Օրակարգում են եղել Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանում հետզհետե սրվող ռազմական լարվածությունը։ Հայտարարության համաձայն Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունն առ այն, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև արկա լարվածությունը մեղմացնող դեր ստանձնի եւ նպաստի խնդրի լուծմանը։ Նշվել է նաեւ, որ Էրդողանը կընդունի Թուրքիայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչուն։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է Բելարուսի հետ սահմանի օդային տարածքում նոր միջադեպի մասին։ Մասնավորապես հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Բելարուսի կողմից մոտեցող օբյեկտները մտել են Լեհաստանի օդային տարածք։ Բոլոր օբյեկտների թռիչքը անընդհատ վերահսկվում էր Լեհաստանի զինված ուժերի ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերով, ասվում է հաղորդագրության մեջ, նշվելով, որ այդ տարածքում միառժամանակ ասեցվել են քաղաքացիական թռիչքները։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի 3 նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին, եւ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։ Կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը փետրվարի 2-ին ժամը 18:30-ին դատարանի կենտրոնի նստավայրում, նշել է փաստաբանը։ Ըստ փաստաբանի ակնկալվում էր, որ միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, սակայն նա երկրում չէ։ Հունվարի 20-ին Մեղրիի սահմանային հատվածում ուշագրավ իրավիճակ է եղել։ Արմլորեյեմի տեղեկություններով Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձինք են փորձել ներխուժել Հայաստան։ Ժամը 0:05-ի սահմաններում նրանք փորձել են ապօրինի առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության ցանկապատի վրայով հատել ՀՀ-Իրան պետական սահմանը։ Ըստ տեղեկությունների Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հայտնել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ազգային անվտանգության ծառայության կողմից
կողմից եւ ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։ Ազգային անվտանգության ծառայությունից հորդորել են գրավոր դիմել, իսկ քննչական կոմիտեից պաշտոնապես հասկանալ, թե սահմանը ապօրինի հատելու մասով կա նախաձեռնված քրեական վարույթ, թե ոչ։ Ի պատասխան քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել են, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ 7 անձ կալանավորված է։ Լրատվամիջոցին հայտնի են նաեւ սահմանը հատած անձանց տվյալները, սակայն այս պահի դրությամբ դրանք չեն հրապարակվում։ Ինչպես հայտնի է, հունվարի 8-ից Իրանի Հանրապետությունում բողոքի ցույցեր են, որոնց հետևանքով տեղի են ունենում բախումներ, կան շուրջ 6000 զոհ եւ 10000-ից ավելի վիրավորներ։ Դատելով իրավիճակից, այս իրողությունների արդյունքում մի խումբ անձինք փորձել են ներթափանցել Հայաստան։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում է հունվարի 31-ին, ուստի աղի բլիթ պետք է ուտել այսօր երեկոյան։ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը բացի եկեղեցական ծեսից նաև ժողովրդական ավանդույթ է, որի տոնակատարությանն անհամբերությամբ սպասում են երիտասարդները, հատկապես սիրահարները։ Սուրբ Սարգի զորավարի տոնը Գարեգին II ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր։ Ըստ ավանդույթի չամոստացած երիտասարդներն աղի բլիթ են ուտում, հավատալով, որ իրենց ապագա սիրելին իրենց ջուր կբերի։ Բալթյան երկրների, Գերմանիայի եւ Ֆրանսիայի քաղաքական գործիչները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ միասին բորբոքում են Ռուսաստանի կողմից երրորդ համաշխարհային պատերազմին պատրաստվելու մասին պատմությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Բալթյան երկրները եւ մի շարք այլ ակտիվիստներ, հիմնականում նրանք, ովքեր այժմ իշխանության են եկել Գերմանիայում, ինչպես նաև ֆրանսիացիները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրահանձնաժողովի նախագահի հետ միասին բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմին պատրաստվելու մասին պատմությունը, որը ենթադրաբար կսկսի Ռուսաստանը, ասել է Լավրովը։ Նրա խոսքով եվրոպացի քաղաքական գործիչները նույնիսկ ալարում են որևէ փաստարկ հորինել։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ Եվրամիությունը ամեն օր ավելի ու ավելի բռնապետական է դառնում։ Քաղաքական գործի քննադատությունը հաջորդել է Եվրոպական դատարանի 2020 թվականի որոշմանը, որով Հունգարիային մեղավոր էր ճանաչել միջազգային հարցերում միասնական դիրքորոշում արտահայտելու դաշինքի իրավունքը խախտելու մեջ։ Եվրամիությունը ամեն օր ավելի ու ավելի բռնապետական է դառնում, ընդգծել է Ֆիլիպոն։ Գելապ կազմակերպությունը հեռախոսային հարցումներ է իրականացրել, որին մասնակցել է 601 ընտանիք։ Երևան քաղաքի ավականիների աշխատանքը գնահատելու հարցին 1-ից 5 սանդղակում ամենաբարձր ցուցանիշը հավաքել է Մայր Հայաստանը, հավաքելով 2.6 ձայն։ Քաղաքացիական խմբակցությունը 2.4, հանրային ձայնը 2.2, ազգային առաջընթաց խմբակցությունը 2.2, իսկ հանրապետությունը 2։ Հարցումներից պարզ է դարձել նաև, որ քաղաքացիները գոհ չեն քաղաքապետարանի իրականացրած դնամակրման աշխատանքներից։ Քաղաքացիները բակերի մաքրման աշխատանքները գնահատել են շատ վատ, մայթերինն ու փողոցներինը միջին։ Թե ինչպես են գնահատում Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում, քաղաքացիները 2025 թվականի համար պատասխանել են 14%-ը լիովին դրական, 19%-ը ընդհանրապես բացասական, 35.4%-ը ավելի շուտ դրական, 20.8%-ը ավելի շուտ բացասական, 10.6%-ը դժվարացել է պատասխանել։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի մեկնելու Մոսկվա բանակցությունների համար։ Անկասկած անհնար է, որ ես Մոսկվայում հանդիպեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է նա լրագրողների հարցերին պատասխանելիս։ Իրանն ունի բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ եւ հրաժարվելու իր միջուկային մշակումներից, հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը։ ԱՄՆ զինվորականները նրանց տալիս են բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու համար։ Իրանը չպետք է ձգտի միջուկային կարողությունների, ասել է Հեքսեթը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա կաբինետի անդամների միջև հանդիպման ժամանակ։ Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում 5-րդ սերնդի F-35A կործանիչներ։ Նրանց տեղակայման կոնկրետ վայրը առայժմ հայտնի չէ, հայտնում է Warzone պորտալը, հղում կատարելով բաց աղբյուրներից ստացված տվյալներին։ Կան ակնհայտ վկայություններ այն մասին, որ ԱՄՆ-ի առաջին F-35A կործանիչները կարող են ուղարկվել Մերձավոր Արևելք։ Կործանիչները գտնվում էին Պուերտո Ռիկոյում։ Ըստ հաղորդագրության այդ կործանիչներից մի քանիսը վայրեջք են կատարել Պորտուգալիայի Լաժիշ ավիաբազայում, նշվում է պորտալի հրապարակման մեջ։
Անցյալ շաբաթ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը առաջ է քաշել այն գաղափարը, ըստ որի Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող էին համաձայնել միմյանց էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների ժամանակավոր դադարեցման շուրջ, որպես լարվածության նվազեցմանն ուղղված քայլ։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին եւ բանակցություններին մասնակցած բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյային։ Նրանք նշել են, որ սա ԱՄՆ պատվիրակության գաղափարն է, ըստ որի Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է համաձայնեն ժամանակավորապես դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածները, որպես լարված բանակցությունների ֆոնին իրավիճակի, ապա էսկալացիային միտված քայլ, նշվում է պարբերականի հաղորդման մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ չի լինի ռազմական ուժ կիրառել Իրանի նկատմամբ։ Իմ նախագահության առաջին ժամկետի ընթացքում ես վերակառուցել եմ զինված ուժերը, եւ այժմ մեր ուժերի մի խումբ ուղևորվում է մի վայր, որը կոչվում է Իրան, եւ հուսանք մեզ հարկ չի լինի դրանք կիրառել, հայտնել է ԱՄՆ առաջնորդը։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կարժանանա ամենաաղետաբեր եւ անմիջական պատասխանին, ներառյալ հարվածներ ամերիկյան ռազմակայանների եւ ռազմածովային ուժերի դեմ։ Իրանի զինված ուժերը նշել են, որ ԱՄՆ ավիացիան եւ նավատորմը գտնվում են իրանական հրթիռների հասանելիության գոտում, իսկ հնարավոր հակահարվածը դիտարկվում է որպես ինքնապաշտպանություն։ Այս ֆոնին Ռուսաստանը եւ մի շարք տարածաշրջանային երկրներ կոչ են անում Վաշինգտոնին եւ Թեհրանին վերադառնալ բանակցություններին, կանխելու լայնածավալ էսկալացիան, որի ռիսկերը կարող են հարվածել թե տարածաշրջանային, թե գլոբալ անվտանգությանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Բերլինը սկսել է նախնական քննարկումներ եվրոպական գործընկերների հետ համատեղ միջուկային զսպման հնարավորության շուրջ, անվտանգության աճող անորոշության պայմաններում։ Նա ընդգծել է, որ Գերմանիան չի ձգտում սեփական միջուկային զենք ունենալ եւ շարունակում է պահպանել միջազգային պարտավորությունները, սակայն չի բացառում քաղաքական եւ ռազմավարական երկխոսությունը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Քննարկումները դեռ տեսական փուլում են, իսկ Գերմանիան շարունակում է իր անվտանգության հիմքը համարել ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի միջուկային երաշխիքները, միաժամանակ արձագանքելով Վաշինգտոնի երկարաժամկետ դերի շուրջ եվրոպական աճող մտահոգություններին։ Եվրոպական միության անդամ 27 երկիր հավանություն է տվել ԵՄ խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է հունվարի 28-ին Եվրոպական խորհրդի նիստում։ 2025 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։ Հայաստանը 2024 թվականի հուլիսին խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ 2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել էր Հայաստանի խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան արգելափակել էր այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա խաղաղության եվրոպական հիմնադրամից, բայց նույնչափ աջակցություն էլ ըստ Սիյարտոյի պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Փետրվարի 1-ին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարքարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին։ Պատարագի ավարտին կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։ Կրեմլի արտաքին քաղաքականության խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ այն հարցը, թե ով որ տարածքն է ստանալու, միակհանգուցային խնդիրը չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավոր ավարտի շուրջ համաձայնության ճանապարհին։ Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական ուժերը դուրս գան Դոնեցկի շրջանի այն մոտ 20%-ից, որը դեռ ռուսական բանակի վերահսկողության տակ չէ։ Կիևը իր հերթին հայտարարում է, որ չի ցանկանում Մոսկվային անվճար նվիրել այն տարածքները, որոնք դեռ չի նվաճել մարտադաշտում։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ակտիվ աշխատանք է տարվում այդ հարցի լուծման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ տարածքային տարաձայնությունը դեռևս մնում է մի քանի դժվարին խնդիրներից մեկը։ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի Իսլամական Հանրապետությանը նոր հարվածներ հասցնելու ծրագրերը։ Նա կոչ է արել վերջինիս չսկսել նոր պատերազմ Մերձավոր Արևելքում։ Եթե խոսքը հարվածների մասին է, ես չեմ կարծում, որ այս տարածաշրջանին անհրաժեշտ է եւս մեկ պատերազմ, նշել է քաղաքական գործիչը։ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Եվրամիությունը պատրաստ չէ խաղաղությանն Ուկրաինայում եւ ցանկանում է շարունակել մարտերը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Այսօր առաջին անգամ բացահայտ խոստովանություն արվեց, որ Բրյուսելը եւ Եվրամիության երկրների զգալի մասը ցանկանում են պատերազմ եւ մերժում են խաղաղությունը։ Մի քանի ելույթ ունեցողներ ասացին, որ Եվրամիությունը պատրաստ չէ խաղաղության, նշել է հունգարացի քաղաքական գործիչը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը, եթե այն տեղի ունենա, կարող է լինել միայն Մոսկվայում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս հստակեցրել է, որ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպում, ապա պետք է գա Ռուսաստանի մայրաքաղաք։ Կիևը դեռ չի արձագանքել այս առաջարկին։ Ռուսաստանը ներկայումս խոսում է Մոսկվայի, այլ ոչ թե Արաբական Միացյալ Էմիրությունների մասին, որպես Զելենսկու հետ հանդիպման վայր, ասել է Պեսկովը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը անընդունելի է Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Բազմիցս ասվել եւ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է հիշեցրել, որ Վոլոդիմիր Զելենսկու կողմից առաջարկվող հրադադարը նույնիսկ 60 օրով եւ ցանկալի է ավելի երկար, մեզ համար անընդունելի է, ասել է նախարարը։ Վերջինս նշել է, որ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու նախորդ բոլոր փորձերը ավարտվել են նրանով, որ ցանկացած հրադադար անմիջապես օգտագործվել է Կիևին նոր զենք մատակարարելու եւ Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար շնչելու հնարավորություն տալու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչու հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանից հայտարարել են, թույլ չեն տա իրենց տարածքը օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Ըստ Ադրբեջանի, տարածաշրջանում աճող լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բայրամովի խոսքով, Ադրբեջանը հետևողականորեն ընդգծում է բոլոր կողմերի համար ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը այն քայլերից եւ հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Իրանում եւ նրա շուրջ իրավիճակի ապակայունացմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անձամբ խնդրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հարվածներ չհասցնել Կիևին։ Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին այս անսովոր ցուրտ եղանակի ժամանակ մեկ շաբաթ հարվածներ չհասցնել Կիևին եւ այլ քաղաքներին, եւ նա համաձայնեց դա անել, եւ պետք է ասեմ ձեզ, որ շատ հաճելի է, ասել է նախագահը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 65+ տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օժտված լինելու վիճակագրությանը, ներկայացնելով թե թվերն ինչ են արտացոլում։ Նա նշել է, որ 65+ տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4 միլիարդ դրամից ավելի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ 65+ տարիքի 57 թոշակառու առողջության ապահովագրության համակարգի միջոցով օգտվել է 4 միլիոն դրամ եւ ավել արժեցող առողջապահական ծառայություններ։ Նրանք կարող են տարբեր ծառայություններ լինել, վիրահատություն եւ այլն եւ այլն։ 158 թոշակառու 65+ տարիքի օգտվել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ առողջապահական ծառայություններից։ 802 65+ թոշակառու օգտվել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ արժեցող առողջապահական ծառայությունից առողջության ապահովագրության համակարգի միջոցով, որի համար թոշակառուն ոչինչ չի վճարում։ Վճարումները կատարվում են պետական բյուջեից։ 500,000 դրամից մինչև 1 միլիոն դրամ
առողջապահական ծառայություններ է ստացել 1208 65+ տարիքի թոշակառու, 6558 թոշակառու ստացել է 100,000 դրամից մինչև 500,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն, 2481 թոշակառու ստացել է 50,000-ից 100,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն և 38,809 թոշակառու ստացել է մինչև 50,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ Ընդհանուր առմամբ 3 երեկոյան դրությամբ 2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության ապահովագրության համակարգից օգտվել է 50,073 65+ տարիքի թոշակառու և ստացել է 4 միլիարդ 924 միլիոն 110,310 դրամի առողջապահական ծառայություն։ Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր եւ ինչպես կարող են 2026 թվականին հետ ստանալ ԽՍՀՄ ԽՆԱՅ բանկի ավանդները մանրամասներ է ներկայացրել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, պարզաբանելով կառավարության նոր որոշումը ԽՍՀՄ ԽՆԱՅ բանկում ներդրված ավանդների վերադարձի ծրագրի մասին։ Մենք այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը եւ վերադարձնելու ենք մինչեւ 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները նույն բանաձևերով, ինչ որ գործում էին նախկինում, դա մոտավորապես 5000-6000 քաղաքացու է վերաբերում։ Դրանք ստանալու համար անհրաժեշտ է անձահաստատող փաստաթղթով դիմել մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ունենալով իհարկե նաև սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ, ավանդատուի խնայողական գրքույկը, եթե այն կա, տեղեկանք ՎՏԲ Հայաստան ՓԲ-ից ավանդատուի բանկային հաշվի քարտում մինչև 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ տվյալների մասին եւ եթե կան այլ փաստաթղթեր, նաև դրանք ուզում եմ այսքանը ձեզ տեղյակ պահել, որ ծրագիրը շարունակվում է, մենք միանգամից 2 տարով ենք երկարացրել այդ ժամկետը, թե ում ենք վերադարձնելու։ Ազիմուտ ավիաընկերության Կրասնոդարից Երևան չվերթը չեղարկվել է։ Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից տվյալներ են հրապարակվել։ Ավիաընկերության օդանավը պետք է Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրեջք կատարեր, Երևանի ժամանակով 13:45-ին չեղարկման պատճառը հայտնի չէ։ Օդանավակայանից հայտնել են, որ չեղարկման եւ ուշացումների պատճառը եղանակային պայմանները չեն։ Կրասնոդարի մերձակայքում դրոնի բեկորները հարվածել էին բնակելի տներին, 4 առանձնատուներ վնասվել։ Ենթադրվում է, որ Կրասնոդարից Երևան չվերթի չեղարկման պատճառը ստեղծված իրավիճակն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարում հայկական էներգահամակարգերի միացումն ադրբեջանականի եւ թուրքականի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին նա հայտնել է այսօրվա ասուլիսում։ Նրա խոսքով միասնական էներգետիկ տարածքի ստեղծումը տարածաշրջանը կվերածի միջազգային հզոր արտահանողի, սա նաեւ կդառնա նոր անվտանգության ճարտարապետության հիմքը, ավելացրել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ունեն ավելորդ էներգետիկ հզորություն։ Սա նրա կարծիքով հող է նախապատրաստում փոխշահավետ համագործակցության համար։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հունվարի 31-ին կեսօրից հետո փետրվարի 1-ից 4-ին սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ին գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 31-ին փետրվարի 1-ից 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 31-ին գիշերը առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին փետրվարի 1-ից 3-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 աստիճանով։